Ողջույն բոլորին, մի երկու խոսք երեկվա փոթորիկից հետո թե ինչ է կատարում, ինչ հանդարտություն կա։ Ճիշտն ասած, ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե կեղտաբերանների ճամբարում ինչ է կատարվում, ինչ են գրում, ինչ են ասում։ Համենայն դեպս ոչ չլոտները կեղտաբերան անունը չեմ ուզում տամ, մարդ էլ չեմ համարում։ Կեղտաբերանի հետևորդները իմ կայքերում համարյա վերացել են համարյա, որովհետև հիմնականում ամեն ուրեք ուրեմ մեկնաբանությունները փակել եմ, չեն կարող իրանց ուրեմ պատկերը թողեն ինձ մոտ, YouTube-յան մի քանի տեսաժապավանի տակ մոռացել էի փակեի, մի 2-3 տարվա ինչ որ ձայնագրություն մտել են անպայման մի բան գրել են, դե ամեն ուրեք են գրում, իրանց մոտ են երևի գրում, բայց ուրիշ բանի մասին է ուզում խոսեի, որ տարօրինակը նա է, որ երեկվանից երբ որ այդ աղմուկը բարձրացավ, երբ ձեզանից շատերը գիտեք, թե ինչ էր, ինչի հետ էր կապված, ինչպես սկսվեց, ինչպես շարունակվեց, իմ բոլոր ծանոթները, Facebook-յան ընկերները, ընդհանրապես ընկերները, ծանոթները, ազգականները, բան, սենց ինչ որ բանի մեջ էին, էլի, սենց վախի բան կար մոտները, բոլորը ոնց որ ջայլամի պես գլուխները մցրել էին ավազի մեջ, թաքնվել էին, որ ասենք հանգարց այնպիսի բան կար, որ վախենում են հանգարց կարող է իրանց էլ քարկոծեն, ու հիմնականում երբ որ ինչ որ մեկը հեռավոր մի ծանոթ Երևանից, հեռու ազգական կամ ընկերուհի կամ բարեկամ ինչ որ զանգ էր անում, ամենահետաքրքիրը, որի մասին ես դրա համար եմ հիմա խոսում, ուրեմն զանգել են ոչ թե աջակցություն հայտնելու, որ ասենք տեսանք այդ հիմարները, այդ տականքները, այդ կեղտաբերանները, այդ ոչնչությունները դրել են ձեր ընտանիքի երեխաների նկարները, իրանք մարդկային արժեք չունեն, ոչ մի սրբություն չունեն, ոչ մի չգիտեմ, այդ է էլի ժեխա, այլ այդ ծանոթները զանգել են մի բանով, որ Վարդան Ղուկասյանը իսկականից մահացել է, թե չէ, էլի, հասկանում եք ինչ հետաքրքիր բան է, չէ, ես սադրիչ ինչ որ կեղծ սուտ դիտավորյալ ուրեմն նյութ եմ տեղադրել, ու իրանք տեսել են, իրանք դրա մասին իմացել են, այդ կեղտաբերանների, այդ Վարդան Ղուկասյանի հետևորդների, իրեն դուրակ իրավաբանա կոչում, ինչա կոչում են Yandex-ի վարորդ մատ ունեն, դրան էլ էին երեք իր անունը ուղարկել էին ինձ, հա, դրանց կայքերից են տեղեկացել, ու տեղեկացել են տեսնելով իմ ընտանիքի նկարը, մարդիկ զանգում են, ոչ թե աջակցություն հայտնելու, սատարելու, տեսնեն, ասենք, ես ի վիճակի մեջ եմ, հո ասենք, վատ չեմ զգում, որ երեխեքի նկարը դրել են եւ այլ իրանց հետաքրքրում է Վարդան Ղուկասյանը իսկականից մեռել է, թե չէ։ Այս ամբողջ հասարակարգը, հասարակությունը հայաստանցիների, դա հենց դա է, էլի դա ցույց տալի, դրա մեջ են։ Դրանով ապրում են։ Այն ով որ էլ ասում է, վայ, ես չեմ հետևում, ես իրան չեմ լսում եւ այլ սուտ են ասում։ Բոլորը համատարած լսում են։ Չեմ կարող ասեմ, երեխեքի հետ են լսում, թե առանձին են լսում, դատելով թե այսօրվա հայաստանցի կամ այն հայ են, որ սուտի ամենտեղ, օй, մայր իմ սուրբ ու բարի, մեր մայրերը, մեր մայրերի կենացը, մեր մայրերի երգերը, արա, այդ ջիշով կեք, դուք մենակ տենակ ձեր մայրերը ինչ կեղտոտ բերան ունեն, Վարդան Ղուկասյանը ձեր մորից, ձեր մերերից, ձեր կնանիքներից, պիտի էթա սովորի հլը, ձեր մի հատ մեկ թաքուն մտեք, իմ նկարը, որ դրել են մի հատ մտեք իմ նկարի տակի մեկնաբանություններում, նայեք ձեր մերը, ձեր կնիկը, ես ձեր մերը, ես ձեր կնիկը, ես ձեր տղամարդ ասողի մերը, թե հետա ձեր կնիկը, հլը մի հատ նայեք ձեր կնիկն ու ձեր մերը դեղ ինչեր է գրում, բա ես էլ մեր ունեմ, ես էլ կին ունեմ, իմ կինը բա իրան թույլ կտա, չեմ ասում ես անես տղա եմ բան կտամ կսպանեմ, չէ, տեղից պետք է լինի, բա թույլ կտա ինչ որ բան, հələ մի հատ մտեք նայեք ձեր կնգաում որ գրած, ամենայն դեպս, հա, ուրեմն եղան նաև զանգ, որ ասենք գիշերը 8 ժամին ընկերներիցս մեկը զանգեց, ինչ որ ինձ որ լոլո է կարդում էլի լեքսիայի պես, հիմա նայում եմ, բայց անունը չեմ տա, ոչինչ, մի քիչ զայրացա իհարկե, ասի լսի, ես երեխա չեմ, ես 61-62 տարեկան մարդ եմ, կեսնում եմ, ես չգիտեմ ինչ եմ արել, որ դու էլ հիմա ինձ զանգել ես,
ու ինչ որ բան ես անում, թե քեզ պետք կարխես անում, դու քո համար ապրի խառնվել ես։ Քաղաքականություն մեջ ով որ մտնում է, պետքա պատրաստ լինի, ասեմ, այդ սա բտանեմ, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, թքած ունեմ այդ Նիկոլի վրա էլ, նախկինների վրա էլ ես կեղտա բերան ես համասեռամոլի իր հետևորդի, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ասում, պահի տակ մտքովս անցել է, սենց բան եմ որոշել, սենց բան եմ արել, համենայն դեպս։ Բայց մի բան պետք է նշեմ, մի հատ հաղորդագրություն 3-վա տվյալներով ստացա մի մարդուց, որին երբեք չեմ հանդիպել, որին ծանոթ եմ ուրեմն ինտերնետով, Facebook-ով, չեմ ասի անհասգնով է, երեք ավելի մանրամասը մեր երկխոսության ժամանակ բաներ իմացա իր անձնական, իր առողջական վիճակից, իրանից, մի մարդ, ինքը գիտի ով է, ինքը ես հիմա իր անունը չեմ տալիս, բայց ինքը գիտի, որ ես իր այդ 3-10 րոպե ուրեմն իրար այդ հաղորդագրություններ ենք փոխանակել, ես հպարտ եմ, որ իմ ազգի մեջ այդպիսի մարդիկ կան, ես իրան վաղուց եմ հեռակակարգով ծանոթ, մի քանի անգամ գումար եմ փոխանցել այն գործին, որ ինքն է անում, իսկ ինքը շատ կարևոր գործ անում կապված մեր հաշվանդամ տղաների, մեր կռված տղաների հետ կապված, նրանց ուրեմն առողջության հետ կապված, ու բժիշկ մարդը համարեք, այդպես ասեմ։ Եղբայր, անունը չեմ տալիս, ինձ համար շատ թանկ անուն ունես, պատիվ եմ համարում ինձ համար, մեծ պատիվ, որ ես քեզ հեռակակարգով ճանաչում եմ, նույն ձև ինձ համար շատ պատվաբեր է, որ ես հեռակակարգով ճանաչում եմ, ասենք ում, Զարուհի Մուրադյանին, որին երբեք չեմ հանդիպել, բայց ինձ համար պատիվ է, որ ես որ իմ երկրում, իմ քաղաքում, իմ ազգի մեջ գոնե տեսակ մարդիկ կան։ Եվ ես ինչպես քեզ երեք մեր ուրեմն փոխանակման ժամանակ խոստովանեցի, մյուս այցին Հայաստան, Երևան անպայման ես կայցել եմ, մենք իրար հետ ավելի մոտ 20 օտանանք շփվենք։ Այդպիսի մարդիկ էլ կան, որ երեք եղավ ինձ զանգ եղավ, սատարելու զանգ եղավ, աջակցություն հայտնեց, նույնիսկ հայտնեց առաջարկեց, որ եթե կարիք կա, ասենք, ինչ որ հոգեբան ինձ օգնի եւ այլ, իրան չասեցի իհարկե երեք, ասի շնորհակալություն, դրա կարիքը չկա, բայց հիմա ասեմ, որ ինքը դա էլ իմանա, եղբայր, շաբաթական 2 ժամ էլ, 2 օր, մի ժամով էլ հոգեբանություն եմ դասավանդում 148 ուսանող են, այսօր այդ հարցն էլ լավ, դրա կարիքը բոլորովին չկա, բայց համենայնդեպս շատ շոյված եմ, շատ զգացված եմ քո ուրեմն հաղորդագրության համար, քո տեսակի համար, այդ տեսակը մեր ազգի մեջ շատ քիչ է, երևի մի 10%-ով, 15-20% մնացածը սա ժեխ են, բայց պատիվ եմ ինձ համարում, որ ես քեզ հեռակակարգով ճանաչում եմ։ Դա 3 էր ուրեմն, այսօր առավոտյան ուրեմն շատ հետաքրքիր նորից ինձ թվում է, որ կեղտաբերանների ճամբարում երևի իրանք հասկացել են ինչա կատարվել, մի քիչ երևի իրանց փուքսը թողել է, ուրեմն մի կենտրոնից հաղորդագրություն ստացա, որ հիացած, զարմացած էին իմ տեսագրությամբ, թե այդ բացատրությունը, թե ես դա ինչի համար եմ արել, ոնց եմ արել, իրանք ասեցին, որ շատ հետաքրքիր իհարկե հաղորդագրություն էր, որ ինչ որ կազմակերպություններ, այն որ սոցհարցումներ են անցկացնում, այդպիսի կազմակերպությունները մեզ գումար կծախսեն, որպեսզի անեն ինչ որ ես եմ արել, որովհետև ես շատ սադրելով ոչնչացրել եմ Վարդան Ղուկասյանի ճամբարը, իհարկե դրա նպատակը չունի ժողովուրդ, Քավլիցի ես ոչ դրա այդ պատերազմի մեջ եմ ուզում մտնել ոչ բան, իմ կռիվը իմ ժողովրդի հետ է միայն, իմ ժողովրդի տգետ մասաների հետ է, ես միայն բողոքում եմ, քննադատում եմ, մատնանշում եմ, ընդգծում եմ իմ ժողովրդի, իմ հայաստանցիների բոլոր բացասական կողմերը, ես ինչ որ Վարդան Ղուկասյան լի, Սերժի կլի, Ռոբի կլի, Նիկոլ լի, դրանց հետ կռիվ անելու, դրանք ինձ համար չկան, էլի ոչնչություններ են, իր ճամբարներով, իրանց հետևորդներով, իրանց կեղտաբերաններով, էլի իրանց գրած կոմենտներով, հա, ու ինձ շնորհավորում էին, որ ես շատ մեծ գործ եմ արել, դու ասեց հաղթել ես իրանք երևի այսօր ասեց գիտակցել են, թե իրանք ինչպիսի սխալ քայլեր են արել, անպայման անկասկած քո նկարները կհանեն, անկասկած եւ այլ կկանգնեցնեն իրենց ուրեմն կատաղած այդ շների պես հաչացող հետևորդներին, ասի գիտեք ինչ կասից բոլորին դա չի հետաքրում, ես իմ սրտի բխածն եմ արել, իմ բացատրությունը տվեցի, իմ եզրակացությունը տվեցի, իմիջայլոց ասեմ, ես ինչպես խոստացել էի, երեք անմիջապես այդ իմ սադրիչ տեսանյութը ուրեմն ջնջել են իմ YouTube-յան ալիքից
Եվ անմիջապես տեղադրել եմ այն բացատրությունը, որի ուրեմն ասեցի, ուրեմն լինքը հղումը կլինի մեկնաբանությունում։ Բայց հետաքրքիր գիտեք որն է, որ խոսակցություններից լսում եմ բոլորը դիտում են, ուրեմն ինչա պարզում, ես ինձ մոտից ջնջել եմ, բայց այդ կեղտաբերանի հետևորդները ինձ գովազդ են անում, այդ տեսանյութը փոնակ իրանք ընդհանրապես ջնջեն մոռանան, մեկը մեկին ուղարկում են, երևի ուղարկում են, որ հայոյան գրեն, բան անեց գրեն, բայց մեկը մեկին ուղարկելով, ասում արդեն 700-ից ավել արդեն տարածում կա այդ տեսանյութի, որը ես ջնջել եմ, հասկանում եք, իրանք էջ խելքով ինձ գովազդ են անում, տարածում են, որ ավելի շատ մարդ տեսնի։ Անեց որ ես ոնց որ խոսք էի տվել, ես ջնջել եմ ու տեղադրել եմ այն բացատրությունը, այսքանը, շարունակեմ։ Ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին եմ խոսում, նորից այստեղ մեկնաբանությունում կդնեմ ուրեմն այդ տեսաժապավենը, լինքը դեպի այդ տեսաժապավենի, նորից դիտեք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ շատ կարևոր ուրեմն մի հաղորդագրություն այսօր ստացել եմ մի հոգևորականից, որը ասեց, որ ինքը ինձ համար աղոթում է, որը հուսով է, որ Աստված ինձ կպաշտպանի, խաչակնքվեմ, աղոթեց, ասեց, որ այդ բոլոր մարդկանց անեծքները, որ ուղղել են, այդ բոլոր տգետների, տկարամիտների անեծները, որ ուղղվել է ինձ կամ իմ ընտանիքին, ինքը ինձ կպաշտպանի իր աղոթներով դրանից եւ դրանից, ես շնորհակալություն հայտնեցի, ասի դրա կարիքը չկա, ես ինքս շատ լավ կարող եմ ինքս ինձ պաշտպանել, չնայած Աստված միշտ պահապան ինձ եւ բոլոր արժանի մարդկանց, բոլոր խելացի, բոլոր Աստծուն հավատացող, բոլոր բարի, բարոյական, արժեհամակարգ ունեցող մարդկանց, բայց շնորհակալություն հայտնեցի, բայց շատ հուզիչ էր, շատ զգացված էի, որ նույնիսկ հոգևորականը ինձ իր աջակցություններ հայտնում, բարոյական աջակցությունը, եւ նորից կրկնեցի մեր եկվա արտահայտված միտքը, որ բոլորը ով անիծում է, այսի միջայլոց են այն ձեր մամաներին ու այն ձեր կնանիքի, որ հələ մտեք նայեք այնտեղ ինչեր են գրում, ոչ միայն ինձ, բոլորին։ Այն իրիկուն է, որ արդեն գործը պրծնում է, տունել գործ չկա, փողոցը բոչություն անելու չկա, բերում են իրենց հաստ հետույքները դնում են բազմոցների վրա, հեռախոսներն առնում են, մեկ-մեկ գնացեք ձեր մոր, ձեր կնոջ, քրոջ, կամ ձեր են ղզիկ ամուսնու, ղզիկ տղայի ձեռքից հեռախոսը վերցրեք, տեսեք հլի ինչա գրում, ում է գրում։ Հա, ասեց, որ այդ բոլոր տկարամիտները ովքեր ընդհանրապես անիծող մարդ ասեց, անեծքը գնում է հետ իրան, անեց որ հետևորդներ, համասեռամոլի հետևորդներ եւ հայոյանքներ անեցներ գրողներ, որ մտել եք իմ 3-4 տարվա առաջվա այն ինչ որ ասենք Վենեցիայից մի հատ տեսաժապավեն եմ գրել դրա տակը արա դոգը սենց դոգնեց, դո դուք էլ ձեր դոգն էլ, ձեր շունն էլ, հորտն էլ, խորտն էլ դուք էլ վրից։ Նիկոլն էլ տակից, Քոչարյանն ու Սերժիկն էլ կողքերից։ Այդ որ անեցք եք գրում, քֆուր եք գրում։ Հայոյանք, դա վերադառնում է ձեզ, ասեցին հոգևորականները։ Անեցքը իրանք ասին վերադառնում է ձեզ, քֆուրն էլ ես ձեր իմ կողմից ասեմ, տասնապատիկը ձեզ։ Դա ես չեմ հայոյում, վատ բան չեմ ասում, բայց դուք այսքան ոչ ձեր կնիկն է կնգանման, ոչ ձեր տղամարդն է տղամարդի նման։ Համենայն դեպս սա է ուզում ասել վերջի տվյալները, չգիտեմ այնտեղ ինչ է կատարվում, շարունակում են հələ իմ Facebook-ից հանել տարբեր նկարներ, Լոնդոնում ինչ որ հեռախոսի բանի կրպակի մեջի նկար կամ ինչ որ Շարլոտ քաղաքում, կարծեմ Շարլոտ քաղաքից ինչ որ նկար էին դրել, բանել, այսպես ապուշ բաներ, միլիոնավոր նկարներ ունեմ։ Ես ի տարբերություն ձեզ, ես կենթանի մարդ եմ։ Իմ Facebook-ը իրական մարդու էջ է, նկարներ կա։ Ձերը այդ տականքներ, որ մեկի կանոնի վրա խփում եմ, կամ ծաղիկի նկարա, կամ տորթի նկարա, կամ բլոկ արածա, կամ ֆեյք եք, կամ էլ մի հատ նկար դրել եք 2022 թվին, ձեր նկարը։ Մի հատ էլ նկար դրել եք ձեր թորան նկարը 2018 թվին։ Դրանից հետո էլ չկաք, մեռած եք։ Այսինքն մենակ այդ օգտագործում եք նստեք սրան նրան գրելու հայոյանքներ։ Բայց համենայն դեպս Աստված ձեզ դատավոր, Աստված դատավոր բոլոր տկարամիտներին եւ բոլոր խելոքներին, բոլոր բարիներին, բոլոր չարերին։ Իսկ այն իրական ընկերներն ու Facebook-ի ընկերները չգիտես թե ուր են։ Դա նույնն է այսօր կնոջս հիշացրեցի, ուրեմն երբ որ իմ առողջության հետ կապված խնդիրները առաջ եկան, դրանից անցավ մի 2 ամիս, 3 ամիս վիրահատվեցի եւ իհարկե շատ անսպասելի էր մի մարդու կողմից, որ ես ստացա զանգ
եւ ֆինանսական աջակցության առաջարկ։ Անունը չեմ տա նորից, անչափ այնքան երջանիկ եմ, չօգտվեցի ներ առաջարկից, ասի պարոն եղբայր, ընկերս, բարեկամս, շատ զգացված եմ, դրա կարիքը չունեմ, իմ ընտանիքը լրիվ ապահովված է, ես դեռ աշխատում եմ, ես դեռ աշխատելու եմ, ես դեռ ճանապարհորդելու եմ, ես դեռ կյանքը վայելելու եմ, բայց անչափ շոյված եմ քո զանգից։ Դրանից հետո եղան նորից տարբեր զանգեր, առաջարկներ, արդեն ավելի փոքր, ոնց են ասում, շրջապատի մարկանցից, բայց այդ մարդունը, որ ամենառաջինն էր, ու այդ մարդունն էր, դա ինձ համար այդ երջանկությունը դա է, որ դու գիտես, որ այդպիսի միակ մարդ կա։ Դու այդ մարդուն ճանաչում ես, դու այդ մարդու հետ քեզ բախտ է վիճակվել ձեռք սեղմել, այդ մարդու հետ բաժակ բարձրացնել, սեղան նստել, ընդհանրապես դու իրան ճանաչում ես։ Այ դա ստիմուլ է տալիս ապրելու, ուրախանալու, ժպտալու, արհամարելու տկարամիտներին եւ ձեզ բոլորին ողջունելու, ժողովուրդ ջան, առողջ եղեք, հեռու մնացեք մեր ազգային ժեխից։ Մի քիչ առաջ ետել մտածեցի, այն կանայք, որ բան են խաշլամային է, միսը խաշում են, այն վերևը փրփուր է, չէ՞ բռնում ինչ որ էդի ասում են, էդի պետք է հավաքել, թափել, անդադ, խաշեփելուցել են այդ բառը չեմ հիշում, կինս էլ տանը չի որ հարցնեմ, այդ խաշի վրային է որ հավաքում, թափում են, այդ խաշլամա մսինը, դա ես համարում եմ անորակ, ջրի անորակ մասն է, էլի, մսից դուրս եկած անորակ հատվածն է, էլի, որ պետքա վերցնել, թափել, որ տակի ջուրը մաքրվի ուտել լինի։ Այ մեր ազգի մեջ, մեր հայաստանցիների մեջ, սփյուռքահայերի մեջ այդպիսի բան չկա, մեր սփյուռքահայերը արտակարգ մարդիկ են, Բեյրութ հայերը, թե Սիրիահայերը, Պարսկահայերը, այս մենակ այս խոտանը մեր հայաստանցիներն են։ Այս այդ ջրի վրի փրփուրը կեղտապ այնքան շատ է, մենք մի անգամ են բաներով ցանցով մաքրելով չենք վերջացնում, մենք տարիներով է դիպտի մաքրենք։ Այդ դրանք հիմա մեկ նրանց ֆեյքերն են, մեկ նրանց ֆեյքերն են, այս կեղտաբերանի հետևորդներն են, որ գնացել են ամերիկյան դեսպանատան դեմը բաների պես, G-շովկեքի պես ազատություն են գոռում, այդ ջրի փրփուրն է, այդ վրի կեղտն է, այդ կեղտաջուրն է։ Մենք պետք է երկար դա մաքրենք, որ դրանից հետո գա կրթված սերունդ, որ կարողանա արդեն ճիշտ մտածելակերպով, ճիշտ իշխանություն ընտրի, որ այս երկիրը կարողանանք պահենք։ Տեսնում եք ինչ խոսում են, գալի կապվում այլ երկրի հետ։ Ամենայն բարիք բոլորիդ, լավ եղեք, առողջ եղեք, բարոյական եղեք, արժեքներով ապրեք։ Թքած ունեմ բոլոր հայոյանքներ գրողների վրա, այսքանը գնաց ուշացա։